Եվ մեծություններն ու ռեսուրսներն էլ պետք է ռացիոնալ օգտագործել։ Հիմա ես տարբեր գյուղերում, որ ասում են, իրականում մենք ինչ ենք ասում ենք մենք ոչ մի գյուղի դպրոց չենք փակում, մենք գյուղերի համար կառուցում ենք դպրոց։ Այլ բան, այդ դպրոցը որտեղ է տեղակայված, կարող է 1 կիլոմետր այն կողմել, 2 կիլոմետր այն կողմել, 4-5 կիլոմետր, ես ձեզ բերեմ իմ օրինակ, ես ապրել եմ Երևան քաղաքում, ես իմ 4 երեխաները ամեն օր 6 կիլոմետր գնացել են, 6 կիլոմետր եկել են դպրոց, ես ինչի համար եմ դա արել, իմ երեխեքի համար ուզեցել եմ վատը լինի, թե ուզեցել եմ լավը լինի, հիմա ձեր գյուղի, բոլոր գյուղերի երեխեքի համար եմ նույն ձևի անում, որ միջավայր ձևավորվի, որ երեխեքը ուրիշ գյուղերի երեխեքի հետ էլ ընկերություն անեն, գնան այնտեղ նորմալ կրթական process։ Շատերը գնում են նկարիվալում, ձմեռալում մեքենա չավ, այդ ճամփան մենք անցել ենք մեր ժամանակ, եկել ենք 5 կիլոմետր, դրա համար կառավարությունը ինչ անում, կառավարությունը նաև նախ միջև դպրոց գնացող ճանապարհը պետք է նորոգվի։ Երկրորդը, մենք պլանավորում ենք միկրոավտոբուսներ առնել պրոֆեսիոնալ վարորդներով, որ առավոտ մտնի գյուղ, երեխեքին տանի դպրոց, իրիկունը բերի գյուղ, երեխեքին իջեցնի, բայց հիմա նաև ուրիշ առաջարկ կա, ծնողներն են առաջարկում, ասում են այդ տրանսպորտի համար ինչքան եք ծախսում, մեկը կարող է տարբերակը լինի, որ մենք ծնողներին կոմպենսացնենք, ասենք երեխեքի ճանապարհածախսը, գումարը տանք, կարող է 2-3 հարևաններով հավաքվում են, ասում են մենք ամեն օր չենք վստահում ձեր վարորդին, մենք մեր երեխեքին տանում ենք, վերում ենք, տենց տարբերակ էլ կա։ Մեր խնդիրը այն է, որ երեխեքը ստանան նույն մակարդակի կրթություն, ինչ որ ստանում են Երևանի ամենակենտրոնի դպրոցում, ամենայն հարգանքով 30, 40, 50 հոգանոց դպրոցում դա հնարավոր չի ապահովել։ Բայց պարոն վարչապետ, ախր ոնց կնես երեխեքին սաղ որ տանես գիշերով մենք այդ 30 տարի Այդ երեխեքին պետք է տանեն մի երեխա առաջիկա տարեկան դպրոցը ժամը 12-ին ավիաշարժ։ Դե դրա համար ձեր ազգանունը ինչ է։ Միրզոյան։ Դրա համար մենք չենք Պարմիրզյան, եկեք լսենք իրա։ Դրա համար մենք ասում ենք դուք պետք չի տանեք։ Մենք նոր գործանային արտադրության ավտոբուսը, միկրոավտոբուսը կառնենք, վարորդի պրոֆեսիոնալ հատկությունն էլ կստուգենք, ուղեկցող էլ կնշանակենք, կմտնեն առավոտ երեխեքին իրենց բակերից միկրոավտոբուսով կտանեն, որ ժամին որ պետք է։ Հետո երեխեքը դասերը սովորած, սնված, խաղացած, շփված կգան տուն, հետո առավոտ կգնան, շաբաթ-կիրակ էլ իրանց գյուղում։ Բայց դա նույնը կարելի է գյուղում անել, չէ՞, որ դատարկ էս մի լուսավոր։ Ինչի՞ պետք է դատարկ։ Կներեք։ Որ եթե դպրոցը փակվել յուղացին հարգելիս ես ձեզ շատ հարգում եմ։ Ես ձեր համախոհ։ Կներեք, էլի։ Դուք դպրոց եք գնում։ Ինչ։ Ասում եք գյուղացին դպրոցը հարգելիս երեխեքների համար եմ ասում։ Երեխեքի մնան դպրոց հազարավոր մարդիկ դադարվեց գյուղը։ Պարոն Միրզոյան, հազարավոր մարդիկ գյուղերից դուրս են գալիս, գնում են Երևան ապրելու, մենակ այն պատճառով, մի րոպե, որ իրենց երեխեքը նորմալ կրթություն ստանալու հնարավորություն չունեն։ Դրա համար մենք այս գյուղերի, այն տեղերում, որտեղ բավարար թվով երեխեք չկան, գոնե 100-200 աշակերտով, կառուցում ենք կրթահամալիրներ, ավտոները տալիս են։ Շնորհակալ եմ, երրորդ տեսնում եմ հարևան գյուղերում բոլոր մանկապարտեզներ եք սարքում, դպրոցներ եք սարքում, ամեն ինչ սարքում եք։ Այս գյուղը մենք 100 տարի գազ չենք ունեցել, շնորհակալություն ձեզ ունենք։ Այս ասֆալտը որ գնում է գերեզմաները չունենք։ Դպրոցների հարցն էլ տենց ենք լուծել։ Հիմա դպրոցի հարցը ես խնդրում եմ, այս գյուղը փոքր դատար էս մի լուսավոր կետն է մեր դպրոցը, պարոն վարչապետ, ուրիշ բան չունի, անգամ խանութ։ Հարգելիս, կներեք, դպրոցը գյուղի համար չի, դպրոցը երեխու համար է, որ նորմալ կրթություն ստանա։ Կներեք, ես այդ հարցում ձեզ հետ համապատասխան։ Երեխեքը գնալու են այնտեղ շրջապատը ուրիշ է, սա որ կռիվ դավեն անում, վեճեր են անում։ Ոչ, չկա տենց։ Չեմ հաշտվի, պարոն վարչապետ։ Չեք հաշտվի։ Ես ուղղակի խնդրում եմ, գիտեք, եկեք սենց անենք, հա, որտեղ այդ դպրոցը կլինի։ 2 կիլոմետր հեռու Ամբերտ գյուղում։ 4-5 կիլոմետր։ 250 Թող 4-ի ասում են։ Մարդիկ միլիոններ են ծախսում, ձեր ցավը տանում, ես չեմ հասկանում, ես ինչ միլիոններ են ծախսում, միլիարդներ են ծախսում, իրանց երեխեքին ուղարկում են Քեմբրիջ սովորելու, Օքսֆորդ սովորելու, բանի այդ ինչա ինչ էր կոչվում, UCL սովորելու, ես չեմ հասկանում, այս ինչ մտածողություն է մեր մոտ մտած։ Երեխեն հանկարծ
տնից այն կողմ չկա։ Չէ, մի րոպե, Սամվել ջան, դա շատ կարևոր բան է։ Երեխան հանկարծ տնից դուրս չգա, բա երեխան գյուղից դուրս չգա, բա երեխան մեծացավ 18 տարեկանը լրացավ։